Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ուղի եթերում Նոյան Տապանն է, տաղավարում հյուրընկալել եմ Ալինա Աղաջանյանին։ Ալինա, դուք այն ծնողն եք շաքարային դիաբետ ունեցող երեխայի, որի մասին 2 օր առաջ ես իմ հաղորդումներում ակնարկեցի, ձեր սոցնամակը մենք կարդացինք, քննարկեցինք եւ Տիկին Սոնա Մանուկյանի հետ էր իմ հաղորդումը։ Տիկին Մանուկյանը հայտարարեց, որ դուք մենակ չեք այս պայքարի մեջ, որտեղ սա իրոք արդարացի պայքար է։ Հիմա նկարագրեք ինչ եղավ երեխայի հետ, ինչու վատացավ եւ ուզում եմ հասկանալ, դուք անընդհատ ձեր Facebook-յան էջում կամ այս հաղորդումների ընթացքում արդեն խոսում եք, որ 18+ դիաբետիկները անտարբերության են մատնված։ Ճիշտ է, մինչև 18 տարեկան են եղել են խնդիրներ, բայց 18+-ից հետո այդ խնդիրները կրկնապատկվում են։ Որտեղ է այդ խնդրեմը։ Նախ բարև ձեզ, շնորհակալ եմ, որ եւս մեկ անգամ լսեցիք մեր խնդրանքները։ Սոնա Մանուկյանից նույնպես շնորհակալություն եմ հայտնում, որ ասես մենակ չենք, մենք դիաբետիկներս ոչ թե ես, այլ մեր դիաբետիկների կողքին կանգնած են, դրա համար իմ խորին շնորհակալությունս եմ հայտնում անմարդկանց, ովքեր մեր կողքին են։ Այո, ես ասեմ, ես այստեղ չեմ եկել, որ զբաղվեմ քաղաքականությամբ, մարդկանց քննադատեմ, որ լավ չեն աշխատում, սա չեն անում, նա չեն անում, բայց ես ուզում եմ ասել, որ իրականում կա մի հատ, չգիտեմ ոնց արտահայտեմ, որ փտած համակարգ կարամ ես ասեմ, համակարգում ճիշտ չեն աշխատում, կամ իրար, չգիտեն, իրար չեն, ոնց ասեմ, բաժերկա չեն անում, էլի ժողովուրդը, մեր իշխանավորները ավելի ճիշտ, որ համակարգին դիմում ես, թերի ամնում, զգում ես, որ հա, ուզում են առաջ խաղան, այդ ամեն ինչը ուզում են տանեն դեպի առաջ, բայց տեղով քայլով մարշ կարգավիճակում ենք հայտնվում։ Եվ մենք եկել ենք այն եզրակացության, որ մեր երեխաները, հատկապես 18+ երիտասարդները, արդեն չասենք երեխաները, երիտասարդները մնացել են պետության ստվերի տակ։ Ունենք, մեր պետությունը ունի այնպիսի ճոխությունների մի ցուցակ, որոնք իրանք կարող են ճոխություններ ցույց տալ ամեն ինչին, բայց ոչ մեր երեխաներին։ Այդ ճոխությունները գալիս անցնում են մեր երեխաների կողքով, բայց չեն ազդում մեր երեխաների վրա։ Այսինքն ստացվում է այնպես, որ մեր երեխաների առողջության հաշվին կարող են Եվրոտեսիլ մանկական Ջենիֆեր Լոպես բերել, Սնուփ Դոգի հրավիրել, որը վերցրեց գումարները եւ այդպես էլ համերգը տեղի ունեցավ։ Մեր ամանորյա լուսավորությունները, շքեղությունները, ինչպես նաեւ պարգև ավաճառները, զարդը, մեր մեկ պաշտոնյայի մեկ զարդը, որը ինքը արդեն համացանցում թնդում է 8 միլիոն զարդերի մասին, 3 միլիոն պարգև ավաճառների մասին, 6 միլիոն դոգի գումարի մասին, ինչպես նաև 6 միլիոն Ջենիֆեր Լոպեսի գումարների մասին, որ տալիս են այդ ճոխությունները անում են Եվրոտեսիլն էլ 5 միլիոն 400 քանի հազար, որպեսզի ես օդում թվեր չասեմ, ես ունեմ այդ ամենը ձեռքիս տակ, այդ ընդհանուր բոլոր թվերը, որ հաշվարկում ենք, ըստ տարիների մեր երեխաները կարող էին ուղիղ 26 տարի անվճար սենսորներ ստանային, ամենալավ սենսորները եւ պատշաճ բուժօգնություն ստանային 26 տարի շարունակ։ Սնուփ Դոգի միայն մեկ գումարը, որ տվել են իրեն, այդպես էլ որ տեղի չի ունեցել, միայն Սնուփ Դոգի գումարից մեր երեխաները 2.5 տարի կարող էին անվճար ունենալ սենսորները, որը այդպես էլ երազանք է մնացել շատերի համար։ Շուտով կան երեխաներ, որ 18-ը կլրանա, իրանք ցուցակից դուրս կմնան։ Հիմա այս սենսորները բերել են, բժիշկներն են տեղադրում երեխաներում, բայց ինչու բժիշկներն են տեղադրում երեխաների թևին, եթե յուրաքանչյուր ծնող կարողանում է ինքը տեղադրի իր երեխային, թող կանչեն, ինչպես որ ինսուլիններն են տալիս, սենսորներ, ստրիպներն են տալիս, այնպես էլ թող այդ սենսորները տան ծնողներին ասեն, եկեք վերցրեք, տարեք ձեր երեխաների թևին ամրացրեք, եւ ոչ թե խոսքի այբենական կարգով,
դե բժիշկները կարծեմ ասեցին զբաղված են ժամանակ չունեն, տենց թեթև խոսակցություն լսեցի, թե որքանով է ճիշտ չգիտեմ, բժիշկները ժամանակ չունեն, որ ձեզ կանչեն, առաջին գնայինք լսել, հիմա ասում են 10 հոգի պետք է գան, որ տեղադրեն երեխաների ձեռքին, ըստ այն բնական կարգի, բայց նաև ըստ օդում կախված լուրերի, նաև լսել եմ, որ տալիս են այն երեխաներին ծանոթ բարեկամ, երևի խնամիկ, հավոր սանիկ, պետք է ինչ-որ իրանց ծանոթը լինի։ 2000 երեխայի մասին է չէ խոսքը։ Այո, ես հիմա պետք է լինեն 1000-ը։ Այո, դա մենք անցած տարի, որ մենք եկանք հաղորդման, այդ ժամանակ մեր հստակ տվյալները եղել էր 1400 հոգի, որից 950-ը եղել էր Արցախի եւ Հայաստանի երեխաների մինչեւ 18 տարեկանը, իսկ 650 հոգի էլ պետք է լինեին մեր երիտասարդներ արդեն 18+-ները, բայց վերջի վիճակագրական տվյալներով հետաքրքրվեցի, տեսա, որ 1350-ից մինչեւ 1450 շաքարային դիաբետիկ ունենք, 0-ից մինչեւ 18 տարեկանը 1450 հոգի են, իսկ 450-ից 550 հոգին էլ արդեն երիտասարդներն են, որը ընդհանուր կազմում է 2000 հոգի։ Այսինքն 2000-ից 23-ը 2000 հոգին այն թվերը չեն, էլ որ մեր պետությունը հնարավորություն չունենա այդ երեխաներին նայի, մեկ աչքի պոչով նայի, պարզապես ես չգիտեմ որն է խնդիրը, որ կարողանում են այդ ճոխությունները թույլ տան, բայց մեր երեխաներին անտեսեն։ Անցած անգամ ես շեշտեցի, ասեցի, մեկի թոշակը կտրելով, մեկի նպաստը կտրելով, մեկին տալով, ոչ մի արդյունքի չենք հասել։ Նույնն էլ հիմա է, օրինակի համար ինչ կլիներ, եթե խոսքի, ես չեմ ասում խի են տալիս կամ ինչ են տալիս, 3 միլիոն պարգևավճարը իրոք որ շռայլություն է։ Իրոք որ շռայլություն է եւ մեր երեխաներին կարող էին ապահով պահել այդ, ոնց ասեմ, եթե թույլ կտակ, ես թվերով կասեմ ավելի ճիշտ, էլի ասենց օթից թվեր չասեմ ավելի ճիշտ։ Կատե ունեք, որ այն ասում են բյուջեին փող չկա, բյուջեին փող կա եւ այդ փողը ծախսվում է ըստ իշխանության նպատակահարմարության։ Այո, ես այստեղ արդեն առաջ գալիս էի, խնդրում էի, ասում էի, աղաչում էի, որ խոսքի խնդրում եմ մեր երեխաներին խղճացեք, բայց այս անգամ ես ոչ թե աղերսում եմ, խղճում եմ, այլ պահանջում եմ մեր համակարգից, մեր երեխաներին լիարժեք թող պահեն, որ իրանք զգան, իրոք որ լիարժեք քաղաքացի զգան այս երեխաները։ Իսկ մնացածը ես կարող եմ խոսել իմ երեխայի մասին, հիմա որում ինչպես եղավ, որ Էլինան այդպես անմիջապես վատացավ։ Ճիշտն ասած, ահա, հիմա մի բան էլ շտկեմ կներեք, հիմա ասում են 18 տարեկանում, որ կտրում են երեխաների կարգից, թոշակից, չգիտեմ, նրանք կտրում են այն ժամանակ, որ այս երեխաները իրականում պետության կարիքն են զգում, նրանք այն տարիքում են, որ պետք է սովորեն, կրթություն ստանան, որ պիտանի մարդ դառնան այս երկրի համար։ Իսկ իրանք թողում են բախտի կմահաճույքին, մինչև 18 տարեկանը ապահովում էին, կիսով չափ ապահովում էին, այդ ոնց եղավ պետության համար առաջ այդ երեխաները հաշմանդամներ էին, իսկ հիմա դարձան 18 տարեկան մեկ օրական, էլ հաշմանդամ չեղան, անհետացավ այդ 18 տարեկան եւ 1 օրական ժամանակ անհետացավ այդ շաքարը իհարկե ոչ նույն մարդն է նույն խնդիրների առաջ ինչու առաջ հետևում են երեխաներին լավ թե վատ մեր երեխաները ապահոված էին ճիշտ է խնդիրներ եղել է բարձրաձայնել են շտկվել է չեմ ասում ոչ մի բան չեն արել բայց կոսմետիկ շտկել են ամեն ինչը կամած բայց որ տեսնում ես այս ահռելի գումարները այս մեկ օրվա շոուների ճոխ արարողությունների գումարները ուղղակի չես կարողանում սենց թեթև նայես այս ամենին հերթականներ կարող եք հարցեր տալ իսկ պատասխանեմ արդեն ինչ կարելի է անել ինչպես Հիմա ես ուզում եմ հասկանալ Էմիլիկի հետ ինչ կատարվեց, որ դուք այդ նամակը, սոսնամակը հնչեցրեցիք, ճիշտ է, պատմությունը մենք գիտենք, բայց ինչը ձեզ ավելի շատ անհանգստացրեց նման դեպքի առաջի անգամ եք ականատես լինում, թե արդեն 18+ էր եւ դուք արդեն զգացիք, որ որոշակի դռներ ձեզ համար փակ են։ Այո,
18+ երեխաների, երիտասարդների դռները փակեն բոլորի առաջ։ Միայն պոլիկլինիկան, մեզի անալիզ, մատի անալիզ, բիոքիմիա։ Եվ դա շատ քիչ է։ Մեզ օրինակ անցած տարի տիկին նախարար Անահիտ Ավանեսյանը ասեց 3 անալիզներ լինելու են անվճար, սպասում ենք, չկա, որ այդ անալիզները գոնե շատ բան կարող է փոխել մեր երեխաների կյանքը, լինել հսկողության տակ եւ մեր ուզածը, մեր պահանջածը մեծ բան չի, օրինակի համար ես չեմ ասում իմ երեխային թող ճանաչեն որպես թոշակառու, թող կարգ տան, ես չեմ ուզում։ Բնավ ես չեմ ուզում, որ իմ երեխային ասեն հաշմանդամը թոշակառու է, ինչպես որ ԲՍՓ-ի այդ մասնագետներն են ասում, որ աղջկաս հարցրեցին դու ուզում ես թոշակ ստանաս, այդ թոշակը քեզ ինչ է տալու։ Դա հոգեբանական ճնշում են գործել արդեն երեխային եւ ոչ միայն իմ երեխային, շատ երեխաների հոգեբանորեն ճնշել են։ Հիմա ես ուզում եմ ասեմ, որ ես չեմ ուզում, որ իմ երեխան համարվի թոշակառու եւ կարգ տրամադրեն։ Մեր պահանջածը 3 օրյա հիվանդանոցում պարկելը դա ճոխություն չէ։ Գոնե հնարավորություն թող ընձեռնվի, որ մեր երեխաները այդ 3 օրը լինեն բժշկի հսկողության տակ, դոզաչափերը կարգավորեն բժշկի ներկայությամբ, միայն դա է, գոնե 3-4 օր թող մեր երեխաները հիվանդանոցում պարկեն։ Մեր խնդրանքը դա է, իսկ մենք գումար չունենք, այդ գումարը չկա, կան ծնողներ, ես շատ լավ ճանաչում եմ, տուն, տեղ, կորցրած, մեր Արցախն է այդ գումարները։ Գիտեք ինչ, մարդ կա, որ անգամ մի հացի գումար չունի։ Ես մոտավոր չեմ կարող ասեմ, որտեվ այդ 3 օրվա պարկելու ընթացքում փաստորեն հետազոտություններ են անցնում։ Մի անալիզը խոսքի լավ, ամենաչնչին անալիզը ասենք 2000 դրամ, բայց այն մնացած անալիզները, որը որոշվում է օրինակի համար մարմնի կետացեդոզը, հորմոնները սկսվում են 5000-ից 15000, 20000 եւ այդպես շարունակ, նայած ինչ անալիզ բժիշկը կուղորդի։ Կախված է տվյալ պահին հիվանդի վիճակը ինչ կարգավիճակում է։ Հիվանդանոցում պարկելը միայն մեկ անկողինը 20000։ Լրացուցիչ սիստեմաները ինչ կանի, մոտավորապես երևի թե 40-80 հազար, ես նաև գիտեմ, որ ոմանք խոսում էին 80 հազարի մասին, 120 հազարի մասին, բայց մարդ կա, որ ինքը անգամ այդ մի հացի գումարը չունի։ Գումարը լինի 5000 դրամ, թե 20000, եթե տվյալ անձնավորությունը չունի հիվանդանոցի գումար, նա ինչպես կարող է հետագայում չհետևած երեխաները, այն երեխաները, ովքեր լինեն բժշկի հսկողությունից դուրս, այդ երեխաները հետագայում ունենալու են աչքի կուրություն, երիկամների փոխպատվաստման խնդիրների առաջ են կանգնելու։ Ինչպես մեր ԲՍՓ-ի մասնագետներն ասում են, գնացեք դուք առողջ եք, երբ որ հարակից օրգանները կախտահարվի, այդ ժամանակ կգաք։ Եթե մայրը չունի այն գումարը, որ իր երեխային հիվանդանոցում պարկեցնի 3 օր սիստեմա ընդունի իր երեխան ացետոնը մաքրվի օրգանիզմից, տվյալ ծնողը որտեղից միլիոններ պետք է հայթայթի երիկամի փոխպատվաստման համար, աչքի վիրահատման համար եւ մնացած ծախսերի համար, որ պետք է օրգանիզմը տեսնի իր երեխայի օրգանիզմը ոնց է կամած քայքայվում, ինչպես անի այդ ծնողը։ Ցավոտ թեմայի մասին ենք խոսում, բայց ամեն դեպքում պետք է խոսենք, խնդիրները բարձրացնենք եւ փաստորեն, երբ Էմիլիկի 18-ը լրացավ, այս իրավիճակում հայտնվեցիք առաջին անգամ, անկարող եք, որտեղ հիվանդանոցում պարկելու գումարները չկար եւ ինչպես դուք եք նշել ձեր նամակում, նույնիսկ սարքն է եղել։ Այո, լաբորատորիայի սարքը այդ ժամանակ չէին աշխատում, հետո մեր բուժքրոջից ասեց իմ իմանալով պիտի հինը նորով վերանորոգեին, փոխեին, այդպիսի բաներ ասեցին մենք էլ ճիշտ ասած չգիտենք, ասեց նոր են տարել, հունվար ամսից են տարել, որ երևի հինը նորով փոխարին է, բայց հարցը դրանում չի կայանում։ Իմ երեխան այս ժամանակ արդեն ուներ 4 խաչ, կետացեդոզը բարձր 4 խաչով եւ նրան անհրաժեշտ էր լրացուցիչ անալիզներ։ Ճիշտ է, պոլիկլինիկայում անվճար են այդ 3 անալիզները, բայց եթե տվյալ պահին չկա, ես ինչ իմանամ իմ երեխայի վիճակը ինչ վիճակում է գտնվում, իմ երեխան ավելի ճիշտ։
Եվ ոչ միայն այդ ժամանակ ես նկատեցի, որ բան չկա, ես բարձրաձայնեցի, որ ինչու պոլիկլինիկայի ապարատը փչացած է, ես չեմ մնացած, քանի հարյուրավոր մարդիկ են օգտվում այդ պոլիկլինիկայից, կարելի էր չէ մի քիչ ավելի շուտ մտածել դրա մասին կամ խոսքի թող լիներ արձակուրդ, որ իրանք արդեն այս տոնական արձակուրդները կար, թող նախորոք անեին այդ ամենը։ Եթե իրոք որ հինը նորով պետք է փոխանակեն, շատ շնորհակալ ենք, բայց տվյալ պահի մեզ անհրաժեշտ էր։ Մեր հաղորդումից հետո, երբ ձեզ հետ խոսեցի, ասացիք, որ առողջապահության նախարարությունից ձեզ զանգահարել են, եւ այդ զանգի իմաստը որն է եղել։ Չգիտեմ։ Ընդ որում ես դուք ինձ ձայնային ուղարկեցիք, անկեղծ ես էլ չհասկացա ինչի համար էին ձեզ զանգահարել։ Ինչ էր պայմանը, ինչ էր ասեցի որոշումը, որն էր խնդրի լուծման եղանակը։ Սկզբից մեկ ուրիշներ զանգել, կարծել են մանկական է, 0-ից մինչև 18 տարեկան է, հետո մի ժամ հետո տեղողցան զանգեցին, արդեն մեծահասակներին է, զանգեցին, թե ազնվությամբ ես չհասկացա ինչի մասին էր խոսքը։ Մենք անգամ ես ոչ մի բան չեմ կարող անել, իմ վերադարձ անգամ չի կարող անել, զանգեք կամ դիմում գրեք առողջապահության նախարարության Անահիտ Ավանեսյանի հետ, գուցե նաև հանդիպում պայմանավորվեք, առանձին իր հետ խոսեք, եթե դուք զանգել եք ինձ եւ դուք ինձ չեք կարող օգնել, ապա որ ինչու ներկայանում ձեր զանգը։ Ով կարող էր նա զանգեր, տվյալ անձնավորությունը զանգեր, որ ինձ գոնե 4 պատասխան տար, ասել չի ստացվելու։ Եթե դու զանգել ես ասում ես ոչ մի բան չեմ կարող անել, ձեր զանգի իմաստն եմ ուզում իմանալ։ Պարզապես գուցե ձեզ հանդարտեցրել է, որպեսզի ձեր պայքարը շարունակական չլինի։ Չէ, ես շարունակելու եմ։ Նենց չի, որ ես ոչ մի բան չեմ արել, ակտիվ չեմ, թե Facebook-ում, թե ինչ-որ միտեղ, որ ակտիվ չեմ սոցցանցերում, դա չի նշանակում, որ իմ պայքարը մարել է։ Իմ պայքարը երբեք չի մարել։ Եթե ես ասում եմ Էլմիրիկը իմ աղջիկը, ես ասում եմ 18+ բոլոր երիտասարդների մասին։ Սա մեկը բարձրաձայնում է, մեկը փակ դռների հետևում է խոսում, բայց վախենում է բարձրաձայնի, կամ մեկը շնորհակալ է լինում բարձրաձայնողին։ Ամեն դեպքում իրանք մեզ հետ են, մենք իրանց հետ ենք, ինչքան էլ որ մենք տարանջատված լինենք, սևերի ու սպիտակների բաժանված լինենք, բայց մեր բոլորի ցավը մեկ է, մենք միասնական ենք, թող չկարծեն, որ մենք անջատված ենք, մենք միասնական ենք։ Մեր Եկեք մի հուզվեք Ալինա, որտեվ եթե պայքարի ենք կանգնում, ապա պետք է կարողանանք որոշակի ձևով մեզ կառավարել, ընդ որում ես այս մյուս Facebook-յան էջում կատարված գրառման մեջ կարդացի, որ Էլմիրիկին նույնիսկ 10 անգամ երեխային պարտադրել են Այո, ձերքերը խաչեք 10 անգամ աթոռին նստեք, վերջում ոնց որ դիաբետիկ երեխաներին ծաղրեն։ Հարգելի Մարի, ոչ միայն իմ երեխային, շատ երեխաների աթոռը վերցրել են ասել, աթոռը ձերքիդ քայլի ամբողջ սենյակով։ Դուք պետք է պարտավոր էիք, ոչ թե ինչ-որ մի բան ասեիք, դուք պարտավոր էիք այդ երեխաների գլյուկոմետրերը վերցնեք, տեսնեք տվյալ երեխայի շաքարը որ թվի վրա է։ Ներկայությամբ իմ աղջկա շաքարը 34 է, հաշով այնտեղ նստածը։ Բերեմ ցույց տամ ապարատը։ Եվ ես հիմա չգիտեմ ներկայությամբ իմ երեխայի ացետոնը 2 խաչա, 3 խաչա, թե 4 խաչա։ Արդեն ես ամանչում եմ մեր պոլիկլինիկայի բժիշկներին գնամ, ասեմ, խնդրում եմ, իմ երեխային կրկին անգամ անալիզ, կրկնակի անալիզ տվեք։ Եկեք դուրս գանք Կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր զրույցը։ Հարգելի հայրենակիցներ, հետևեք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ։ Գտնվում է գերազանց վիճակում։ Կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310
Երևան փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հարգելի հայրենակիցներ, Նոյան տապանը կրկին եթերում է։ Ալինա, փորձենք հիմա հասկանալ, փաստորեն ձեր պահանջը հետևյալն է, քանի որ 18+ է արդեն երեխան, զրկվել եք հաշմանդամության կարգից, զրկվել եք թոշակից, ճիշտ է, այդ ժամանակ էլ թոշակի գումարները բավականին չնչին են, բայց երեխայի ձեռքին այդ գումարը կար, դուք էլ գիտեք, որ կանոնավոր ամեն ամիս ստանում է, դրանից որոշակի ծախսեր եք իրականացնում։ Հիմա չունեք հնարավորություն երրորդյա հիվանդանոցում անվճար պարկելու, սա ձեր առաջին պահանջն է, որ եւ տարվա մեջ քանի անգամ է կարելի, որ երեխան պետք է լինի հսկողության տակ բժշկի 3 ամիսը մեկ բավարար է, թե տարվա մեջ մի քանի անգամ, թե երեխայի վիճակից ելնելով, երբ որ դիմում եք, պետք է լինի դա անվճար։ Դա կախված է ըստ երեխայի կարգավիճակից, թե երեխայի շաքարը, ացետոնը երբ բարձրանում, օրինակ, էլի բերեմ իմ երեխայի օրինակով, 3 ամիս կարելի է ասել, 3 ամիսի մեկ երեխայից ացետոնը բարձրանում է, քանի որ մեր թվերը շատ բարձր են, 25-ից մինչև ընդհուպ 34, երբեմն գլյուկոմետրը անգամ չի կարողանում հաշվել հաշի վրա, որ ասեմ, չեն կարողանում ճիշտ դոզաչափերով ապահովենք երեխային, սխալ ենք ներարկում, սուտ ասած կլինեն դա, երեխան արդեն մեծացել է 18 տարեկան է, ինքը կարողանում է, որ փոքր լինել, ուրիշ հարց, բայց արդեն երեխան ինքը ինքնուրույն կարողանում է ներարկվի, նաև նշեմ, որ իմ երեխան հենց 11 տարեկանից ինքն է ներարկվել, սկզբից ես վախենում էի, ներարկեի, բայց հավաքվեցի, ինքն է ինձ ուժ տվող է եղել, ինքն է շատ բաներ ինձ սովորացրել, փոքր չենք, մեծահասակ արդեն 18+ չափահասա, ինքը ինքնուրույն կարողանում է, ինքը գիտի որն է իրան կարելի, որը չի կարելի իրան, երևի վիրուս է տարել, այդ ժամանակ, որ ացետոնը բարձրացել է, վիրուս է տարել երեխան, չի իմացել, դուրս չի տվել, տաքություն չի տվել, գաղտնի է այդ ընթացքը անցել, նկատել է, որ ոտերի ցավ ունի երեխան, ու տեղից արդեն մի անգամից սկսում է երեխան վատանալը, թարցնել բան ու արդեն սկսել արդեն իր մոտ ջրազրկում առաջանալը ու շտապ օգնություն կանչեցի, շտապ օգնության աշխատողները եւ բժիշկ ասեցին մի ժամ էլ ուշանայեք, երեխան կհայտնվեր կոմայի մեջ։ Ես Լուսինե Մկրտիչևնայի հետ այդ ժամանակ կապի մեջ մտա, զանգեցի Լուսինե Մկրտիչևնային, ասացի, որ երեխայի վիճակը այս վիճակին է,
Նա ինձ որոշ ուղումներ տվեց, ասեց ինչ պետք է անենք տվյալ պահին, բայց նա նաև մեզ ասաց, որ պետք է անհապաղ բարձրացնել ռեանիմացիա, այնտեղ ռեանիմացիայում երեխային դուրս կհանեն այդ կոմատոզ վիճակից։ Փաստորեն երեխաները, որ մրսում են, իրանք վիրուս չպիտի տեսնեն, չպիտի հիվանդանան, այդպիսի երեխաները խոցելի են, ամեն մի վարակ, ամեն մի վիրուս ազդում է երեխաների վրա եւ սկսում է շաքարը տատանվել, ացետոնը բարձրանալ, ացետոնը երբ որ բարձրանում է, որքան էլ ինսուլինը ներարկես, ինքը չի ազդելու, քանի որ ինքը ասում են այդ շաքարի ժամանակ արյունը սկսում է մակարդվել, թթվել եւ այդ ինսուլինը բլոկավորում է, դրա համար չի ազդում։ Իմ խնդիրն էլ ա եղել հիվանդանոցում, ես ճիշտ է մի քիչ հանգիստ ռեժիմի վրա էի, հանգիստ էի, բայց էլի հետևում էի մեր ծնողներից 3-4 ծնողներով իրար հետ խոսում էինք, ինչ է կատարում, ոնց է կատարում, մտահոգված ենք մեկս մյուսից բանով, բայց դե ես ավելի սկսեցի այն արթնանալ այն ժամանակ, երբ որ երեխայիս մոտ այդ 4 պլյուս խաչը կետացեդոզը ավելի սկսեց սրանալը, դա 4 խաչը ինքը ծանր ացետոն է համարվում, ամենածանրն է, թե դրանից 5-ն էլ կա, Աստված ոչ անի, ոչ մի ծնող չիմանա 5 խաչ կա, թե չէ, բայց որ մինչև 4-ը լինում է, հիվանդության ժամանակ դա հաստատ է։ Եվ ինչ օգնություն ձեզ ցուցաբերեցին։ Տվյալ պահին մեր շտապօգնության բժիշկները շատ շնորհակալ եմ իրանք շատ իրանց առաջի բուժօգնությունը ցուցաբերեցին, ճնշումը չափեցին այդ ժամանակ 130-100 լրիվ ջրազրկված վիճակում երեխաս կարելի ասած թփրտալով էր շնչում, արդեն շնչահեղձ վիճակում հասցրեցինք հիվանդանոց, այնտեղ իրանց լրիվ ինչ որ պետք է անհրաժեշտ է, տվյալ պահին արել են։ Շատ շնորհակալ եմ այդ պահի, այդ օրվա սմենի բուժաշխատողներից, բուժքույրերից, ինչպես նաև Տիկին Չալյանից, որը Էմիլիկից կարելի ասած ոտի կանգնեցրեց։ Եվ ինչպես ճիշտ եմ հասկանում, եթե նախապես ունենայիք երրորդյա այդ անվճար հիվանդանոցում գտնվելու հնարավորությունը, երեխայի մոտ չափումներն անեին եւ զուգահեռ բուժումները, դուք այդ իրավիճակին չէիք հասնի։ Այո, ճիշտ եք նկատել։ Ես մի օրինակ բերեմ, Մարի ջան, երբ մենք դեռ 11-12 եւ մինչեւ 18-ն էինք, չէինք սպասում, որ երեխան վատանա, նոր գնա տարեկան 1-2 անգամ թույլատրված էր, որ երեխաները գնան հիվանդանոցում պարկեն 5-ից 7 օր, լինեն բժշկի հսկողության տակ, եւ չսպասենք այս կոմատոզ վիճակում հայտնվենք, եթե խոսքի հնարավորություն ընձեռվեր, ես իմ երեխային չէի սպասի, որ վատանա, կտանեի հիվանդանոց, կաբինետներով կանցկայնայինք, իմանայինք մեր երեխայի վիճակը ինչպիսին է, 3 օր հիվանդանոցում կպարկեինք, կլինեինք բժշկի հսկողության տակ, իրոք որ չէինք հասնի այս իրավիճակում, որ հայտնվել ենք։ Հիմա ո՞րն է լինելու ձեր պայքարի տարբերակները։ Մենք ձեզ հետ ենք, խոստացել ենք եւ միջև վերջ կլինենք, խնդիրները կբարձրացնենք, կփորձենք նաեւ մասնագետների հրավիրել եւ խոսել։ Ո՞րն է լինելու ձեր պայքարի ձևը։ Համացանցում գրում եք, նամակներ գիտեմ, որ ուղարկում եք, բայց ինչպես դուք եք ասում, նամակները մնում են անպատասխան, որ երբեմն էլ նույնիսկ վարչապետին ունեք գրած նամակներ, որոնք տեղ չեն հասել։ Այո, գիտեք, նաև այսպիսի մի բան կան, ես օրինական հանգստանում եմ ամենաշատը 18+ երիտասարդների մասով, բարձրաձայնում եմ այդ երեխաների, երիտասարդների խնդիրների մասին, բայց նաև ոնց հասկացա, նաև մեր մինչև 18 տարեկանները ունեն խնդիր, ես քիչ առաջ հեշտեցի, որ սենսորները տրամադրում են այբենական կարգով, այդ սենսորները ինքը իրոք որ կենսական անհրաժեշտություն է այդ երեխաների համար, շատերը անհամբեր սպասում են, թե իրենց տառը երբ պիտի գա, որ իրենց սենսոր բաժանեն։ Կներեք։ Չի կարելի այդքան անտարբեր լինել, այբենական կարգով կանչել երեխաներին, եթե քտառով է 18 տարեկանի ազգանունը, այսինքն 18-ը լրացավ, եւ այդ երեխան դուրս կմնա ծրագրից։
Այսինքն ստաբիլնականի, եթե հնարավոր է նա ստանար անվճար, արդեն մինչև կանչեն։ Այո, մինչև այբենական կարգով, սիրելի բժիշկներ, դուք կանչեք երեխաներին, 18-ը կլերանա։ Այդ ժամանակ արդեն զրկվում է անվճար ստանալու։ Եվ ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել մեր սիրելի բժիշկներին, ես ուզում եմ ասեմ, Ուրացանի բժիշկներից ես նույնպես շատ գոհ ու շնորհակալ եմ եղել։ Ես ոչ մի դժգոհություն չեմ ունեցել ոչ մի բժշկից։ Ուղղակի ես զարմացած եմ, թե սա ինչ ծրագիր է, որ երեխաներին 5 հոգու կանչում են այբենական կարգով։ Ինչու՞, եթե դուք ասեղները, սենսորները տալիս եք, խոսքի մեկ տուփ ասեղ եք տալիս, մեկ տուփ ինսուլին եք տալիս, բարի եղեք, այդ սենսորներն էլ տվեք ծնողներին, թող ծնողները տեղադրեն, որ ծնողը չգիտի ձևը, չգիտի ոնց են տեղադրում, իմացող ծնողին թող խնդրի, այդ ծնողը կդնի։ Ես հիմա դա եմ ուզում եւ հույս ունենք, որ վերջի վերջո մեր 18+ երիտասարդներին նույնպես կտրամադրեն սենսորներ։ Թե այբենական կարգով է, թե ոնց, կարևորը հլա դեռ չենք կոտրվել։ Այսինքն եթե չեն տրամադրում, դա էլ է արդեն վճարով դառնում եւ ձեզ համար բարդ է։ Այո, շատերը առնում ենք, անգամ ունենք մինչև 18 տարեկան ծնողներ, ինչքան է արժեքը։ Կան 30,000, 40,000, 50,000, տարվա մեջ քանի անգամ եք։ Մի ամսվա մեջ 2 սենսոր են տեղադրում։ Այսինքն 70,000 մեկ ամսվա համար։ Այո, կան 35,000-անոց սենսորներ։ Ամենացածր գինն եք դուք ասում, թե ամենացածրը, բայց ինքը շարունակ տենց կան ամենալավերը տարեկան 2 անգամ, բայց մեր առողջապահության նախարարության հանդիպման ժամանակ, որ մենք ծնողներով գնացել էինք ու ծնողների հետ, իրենք ասեցին լինելու էր մետրոնիկը, մեր արձագանքից հետո փոխվեց լիբրե դարձրեցին, որի համար շատ շնորհակալ եմ դրա համար։ Այդ նույն մետրոնիկները ինքը 7 օրվա են։ Կան սենսորներ, որ 7 օր են աշխատում, կան այսինքն էլի 2 հատ որ դնես 14 օր է դա։ Իսկ ավելի երկար ժամկետը ո՞րն է։ Դեռ այդ ծանոթ չեմ, բայց իմ իմանալով մի ամսվա համար 2 սենսոր է հարկավոր։ Մի տուփի մեջ լինում է 2 սենսոր, որ տեղադրում են։ Եվ 18+ երեխաները փաստորեն դրանից են զրկվում։ Ամեն ինչից զրկված են։ Անկամ պատկերացնում եք մեր բժշկուհին Տիկին Մարգարյանը, ինքը կարծում էր, թե իմ երեխան մինչև 18 տարեկան է, ասեց պետպատվերի շահառու եք դուք դառնում, բայց հետո որ ասեցի 18-19 ենք արդեն լրանում, իրոք որ շահագրգռված են մեր բժիշկները, շահագրգռված են, որ իմ երեխան գոնե ինչ որ մի բանից օգտվի, մի բուժօգնությունից օգտվի, բայց որ մենք արդեն 18+ ենք, արդեն 19 ենք, ամեն ինչի զրկված ենք, թոշակ չի ստանում, կարգը չկա, նպաստը չկա, պետպատվերի շահառու չենք, պետպատվեր ոչ մի ծրագրի մեջ չենք մտնում։ Ամեն ինչը քո գրպանով կլինի, գոնե թող այս պետությունը մեր այս համակարգը ճիշտ հաշվարկներ անի մեր երեխաներին, որ ինքպես շատերը կան, որ խնդրում են, որ իրենց երեխաներին ուշադրություն դարձնեն, պետք չէ խոսքի այստեղ արդեն գալիս է այն եզրակացության, ոչ թե փող չկա, այլ խիղճ չկա։ Եվ որ sense նայում ենք, մենք բոլորս էլ Հայաստանի քաղաքացի ենք, տեսնում ենք, որ ինչեր է կատարվում։ Եթե գումար չունենայինք, չէինք ունենա սիրուն շոուներ, սիրուն տեսարաններ, ամանորյա տոնածառ չէինք ունենա, Ջենիֆեր Լոպեսի համերգներ չէր կայանա, եւ այդպես շարունակ։ Եվրատեսիլը Հայաստան չէինք բերի, այսինքն չէր կայանա Հայաստանում։ Ալինա, գուցե փորձեք առողջապահության նախարարի հետ հանդիպել։ Կփորձեմ, եթե կամենան հանդիպեն։ Ես մեծ սիրով որտեղից իմանան այս խնդիրների մասին, եթե չկան հանդիպումները, եթե իրենց ներկայացնող չկա այս ամենը։ Բայց ես չեմ կարծում, եթե խոսքի հիմի գրառման մեջ նշել ենք բոլորին, բոլորն եք հաշտեղյակ են, ինչ է կատարվում։ Նես չի, որ խոսքի մենք ունենք անտեղյակ կառավարություն։ Մեր կառավարությունը ամեն ինչից է տեղյակ է։ Գիտեն, որ ով քանի կուբամետր օդաշնչում, բոլորը շատ լավ գիտեն, եթե ես գիտեմ, որ կա 2000 դիաբետիկով երեխա, իրանք չգիտեն, ես այդ տվյալները լրիվ հանել եմ, պաշտոնական կայքեջերից եմ հանել, եթե ես գիտեմ, չիմացողը ես եմ, ես հանել եմ այդ տվյալները, իրանք չգիտեն ինչ է կատարվում, այս դիաբետիկը ինչ խնդիր ունի,
բոլորն շատ լավ գիտեն։ Կցանկանենք խոսենք առողջապահության նախարարության հետ, կուզենք եւս մեկ անգամ հանդիպենք, բայց ես չեմ ուզում ամեն ամիս, ամեն անգամ ես ինվիզը ծռեմ իմ երեխայի առողջության համար, առողջություն մուրամ։ Եթե օրենքի սահմաններում հասնում է, պարտավոր է պետությունը իր քաղաքացուն նայի ինչպես կարգն է, բայց չեն անում, ստիպված ծնողները գլուխները կախեն գցում կամ վիզները ծռում են այս պաշտոնյայի առաջ, այն պաշտոնյայի առաջ, ինչու, եթե մեզ պետականորեն հասնում է այդ ամենը, սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն գրած է, որ առողջությունը ինքը լրիվի համար է, ոչ թե մինչև համակարգը առողջության իրավունքները, ինքը բոլորի համար է, ոչ թե մինչև 18 տարեկանը 18 տարեկանից արդեն մնում է ստվերում, հսկայական բանակը անտեսված 18+ դիաբետիկները, որոնք մնացել են օդում կախված, սպասում են իրենց տառը երբ է գալու, որ մի օգնությունից օգտվեն, որ իրանք է լինեն պետության կողմից ուշադրության կենտրոնում։ Փորձենք ձեզ օգտակար լինել, հետևենք այս իրադարձություններին, կսպասենք ձեր նոր ասելիքին, գուցե շտկումներ կլինեն, գուցե հանդիպումներ կլինեն, ամեն դեպքում, ինչպես դուք եք ասում, եթե ոտքի եք կանգնել եւ պետք է պայքարեք, ընթացիկ կփորձենք անդրադառնալ, թե որ խնդիրը ինչպես ստացվեց, որտեղ է խոչընդոտները եւ ընդհանրապես կան պետության կողմից ցանկություն այս խնդրին լուծում տալու, թե ոչ։ Ես ոչ միայն առողջապահության նախարարությունից կխնդրեի հանդիպում, այլ նաեւ եւ սոցիալ թող լինի եւ ԲՍՓ-ի բժիշկները, որը ես իրանց իմ երեխայի քաղվածքը ցույց տվեցի, մասնագետների քաղվածքը ես ցույց տվեցի, ասեցի իմ երեխան ունի միջին ծանրության լյաբիլ ընթացքով կետոզի հակումով կարգավիճակ, նայեցին, ուսերը թորկեցին ու ոչինչ չասեցին, ասեցին, երբ որ հարակից օրգանները կախտահարվի, այդ ժամանակ կգանք, դա կարելի է, ասած սահմռկեցուցիչ ինչ որ մի բան է, որ իրանք ասում են բառից բուն իմաստով, իրանք ասում են գնացեք ձեր երեխաների օրգանները թող փչանան, նոր կգաք, ձեզ հաշմանդամություն կտակ։ Այսինքն ԲՍՓ-ն, բժշկությունը, առողջապահության նախարարությունը պետք է կանխարգելի այս հիվանդությունը եւ ոչ թե սպասի, տեսնի երեխան երբ պիտի հաշմանդամ դառնա, որ նոր այդ ժամանակ երեխաներին ուշադրության կենտրոնում պահեն։ Չի կարելի, դուք այնպես արեք, որ այս երեխաները չդառնան հաշմանդամ թոշակառու ձեր իսկ պատճառով, կանխարգել եք այս ամենը, որ մեր երեխաները չդառնան հաշմանդամ։ Մենք չենք ուզում ոչ թոշակ, ես բոլորի անունից չխոսեմ, իմ անունից խոսեմ, ես ոչ ուզում եմ թոշակ, ոչ ուզում եմ կարգ։ Ինձ հնարավորություն տվեցեք իմ երեխային պարկեստեմ հիվանդանոցում։ Всё, այսքանը ես ուրիշ բան չեմ խնդրում։ Հնարավորություն ընձեռնեք տարեկան 2-3 անգամ, անվճար, այո, անվճար լինի պատշաճ բուժօգնություն ստանա եւ ինչու նաեւ ոչ թող սենսորներ այս երեխաների համար էլ բերեն տրամադրեն, խաղ ու պարա իրենց համար սենսորներ գնելը։ Ոչ թե մենք պետք է սպասենք հերթական այբենական տարերին։ Բայց այդ այբենական տարերի մեջ էլ չկաք այս անգամ դուք արդեն 18։ Այս անգամ էլ դե մենք սպասում ենք, որ մեզ համար էլ այբենական տարեր գոյություն կունենան, բայց չգիտեմ կյանքը արդյոք կսպասի թե չի սպասի։ Շնորհակալություն եմ հայտնում այսօրվա հաղորդման համար, Ալինա։ Շնորհակալ եմ եւս մեկ անգամ։ Մենք էլ կփորձենք ձեր կողքին լինել, հնարավորինս խնդիրների մասին բարձրաձայնել։ Նորություն լինելու դեպքում կհանդիպենք եւ հանրությանը կներկայացնենք այդ ամենը։ Շնորհակալ եմ։ Հարգելի հայրենակիցներ, այսօր այսքանով ավարտում ենք, հետևեք զարգացումներին, մնացեք խաղաղությամբ։